Զոյի առիթից օգտվելով պարոն Սիմիդյանը նշեց կենսաբազմազանության օրվա մասին, այս օրերին մեր դպրոցներում ամփոփվում է ուսումնական տարին եւ հնչում է վերջին զանգը եւ պետք է ասեմ, որ բավականին հագեցած տարի ենք ունեցել, որովհետև տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի եւ վերջին զանգն էլ փորձում ենք այդ տրամաբանությամբ իրականացնել կառավարության նիստին ես գալիս եմ հենց նման մի միջոցառումից, որտեղ մեր 3 տարբեր դպրոցներ միասին հրաշալի մշակութային միջոցառումն էին կազմակերպել երգչախմբով, նվագախմբով եւ տարբեր ուրեմն տաղանդավոր երեխաների ելույթներով եւ սա իրոք ցույց է տալիս, որ այս ձևաչափը աշխատում է եւ վաղն էլ ունենալու ենք մեր հնարավորություն Երևանի թիվ 13 երաշտական դպրոցը, որը հանրակրթական դպրոց է մասնագիտացված եւ ունի փողային նվագախումբ, շրջելու է բացօթյա ավտոբուսով եւ միանալու է մեր տարբեր դպրոցների վերջին զանգի արարողություններին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր դպրոցներին մեծ աշխատանքի համար, որ կատարվել է տարվա ընթացքում, շնորհավորել մեր շրջանավարտներին եւ առաջիկայում քննություններ են սպասվում, հաջողություն մաղթել նրանց բոլորին քննությունների ընթացքում ու սա եւս մեկ առիթ է ընդգծելու, թե կառավարության համար կրթությունը ինչ առաջնահերթություն է եւ անկախ նրանից մենք որ ձևաչափով, որ ծրագրի մասին ենք խոսում, կարծում եմ, որ բոլոր բաղադրիչներում մենք անպայման ունենք անդրադարձ այս ոլորտին եւ սա ասում եմ նաեւ, որովհետեւ տեսնում եմ երբեմն շահարկումներ, թե ուշադրությունը բավարար չի, կարծում եմ ուշադրությունը ավելի քան ուրեմն տեղին է եւ շարունակվելու է։ Շնորհակալություն։